Ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակման աշխատանքների իր մասը։ Այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը Բայրամովը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրվել է եւ բաց է հանրության համար։ Ադրբեջանի իշխանությունները սակայն շարունակում են նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի հետ։ Բայրամովի ձևակերպմամբ իբրև թե Հայաստանի սահմանադրության մեջ Բաքվի նկատմամբ տարածքային պահանջներ կան։ Դրանք ըստ ադրբեջանցի պաշտոնյայի պետք է հեռացվեն։ Դրանից հետո միայն Բաքուն կստորագրի խաղաղության համաձայնագիրը։ Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները կհեռացվեն Հայաստանի սահմանադրությունից։ Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում եւ դա փաստ է։ Առաջարկները քննարկվել են մինչեւ տարվա վերջ կհրապարակի։ Բայրամովը հայտնել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Ըստ Բայրամովի համապատասխան հանձնաժողովները աշխատանքները շարունակելու են կանոնավոր կերպով։ Սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ, գործընթացը կիրականացվի, էքսկլավային գյուղերի հարցերին լուծումներ կգտնվեն։ Ես չեմ կարող հայտարարել, որ մենք անկլավների, էքսկլավների թեմայից հրաժարվում ենք կամ կարող ենք հրաժարվել։ Ոչ, մենք պետքա գնանք եւ այդ հարցին լուծում տանք, ինչպիսին կլինեն լուծումները, այդ արդեն քննարկման հարց է։ Տարբերակներից մեկը օրինակ այդ համարժեք տարածքները սահմանի երկայնքով համարժեք տարածությամբ, այսպես ասած, փռում ենք կամ կոնկրետ տեղանքներով իրականացնում ենք փոփոխություններ։ Ըստ Փաշինյանի Ադրբեջանի դրամի եւ անձնագրի քարտեզներում Արցվաշենը որպես անկլավ արձանագրված է։ Սա շատ կարևոր նրբություն է եւ կարծում եմ մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք։ Ըստ նրա պետք է առաջնորդվել ոչ թե տրամաբանությամբ, որ տարածքը մնա այն երկրի վերահսկողության տակ, որտեղ հայտնվել է, այլ պետք է առաջնորդվել խաղաղության համաձայնագրով համաձայն Խորհրդային Միության վերջին քարտեզների։ Մենք էլ ունենք նման իրավիճակ, երբ որ դեպի մեր բնակավայրեր գնացող ճանապարհը անցնում է Խորհրդային Միության անկլավային տարածքի միջով, իրանք էլ ունեն նման իրավիճակ, որ եթե որ իրանց գյուղեր տանող, ընդ որում մի քանի 4-5 գյուղ տանող ճանապարհը անցնում է Հայաստանի այդպիսի տարածքով։ Ադրբեջանցի պաշտոնյան այս անգամ էլ Թրիփի ուղի կամ նույն Սյունիքով անցնող հնարավոր կառուցվելիք ճանապարհի փոխարեն կիրառել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք խոսույթը։ Ադրբեջանական կողմին տեղեկացրել են, թե աշխատանքներ են իրականացվում այդ ճանապարհային եւ երկաթուղային նախագծի վրա։ Այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև, սակայն Թրիփի մուտքի եւ ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի տարածքում, հետեւաբար մեր ամերիկացի գործընկերները մեզ տեղյակ են պահում։ Մեզ ասել են, որ գործընթացը շարունակվում է, փաստաթղթերի պատրաստման փուլն այժմ ընթացքի մեջ է։ Փաշինյանի կանխատեսմամբ Թրիփը կյանքի կկոչվի եւ ըստ նրա այս տարվա աշնանը կլինեն գործնական քայլեր։ Դիտարկմանը, որ Հայաստանում Իրանի դեսպանը կրկին խոսել է Թրիփի իրագործման դեպքում Իրանի համար հնարավոր ռիսկերի մասին, Նիկոլ Փաշինյանը արձագանքեց հայտնելով, թե պետք է հստակ ձևակերպել մտահոգությունը։ Փաշինյանի ձևակերպմամբ Թրամփի ուղի նախագիծը շահեկան է լինելու նաեւ հարևան Իրանի համար։ Ըստ Փաշինյանի, Հայաստանի եւ Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության նախաձեռնողները դրամահավաք են սկսել միջազգային հարթակներում հայկական մշակութային արժեքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները շարունակելու նպատակով։ Հավաքագրված միջոցները նախատեսվում է օգտագործել փաստահավաք զեկույցների պատրաստման եւ դրանց միջազգային տարածման, ինչպես նաեւ տեղեկատվական հատուկ ձեռնարկների հրատարակման համար։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի խոսքով այդ նյութերը փաստերով եւ թվային հղումներով կօգնեն միջազգային հանրությանը առավել ամբողջական պատկերացում կազմել Արցախի մշակութային ժառանգության եւ դրա նկատմամբ արձանագրված դեպքերի մասին։ Դրան զուգահեռ մենք նախատեսում ենք փոքր դահլիճների հրատարակում իրականացնել։ Ինքը քառորդական հատուկ ձեռնարկներ են, որտեղ ոչ համապատասխան փաստերը Արցախի մշակութային ժառանգության հետ կապված ոչ միայն
վերջի ժամանակաշրջանի այլ առհասարակ ու իր մեխանիզմը այնպես է որ ընտրվում է կոնկրետ մեկ կամ մի քանի հուշարձան կամ որևէ բնակավայր եւ արձանագրված բոլոր դեպքերի մասին շատ համառոտ տեղեկատվություն դրվում Եվրոպական միությունը Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է, թե ինչպես կարող է Բրյուսելը լավագույնս աջակցել Հարավային Կովկասի հաղորդակցային երկաթուղիների զարգացմանը։ Այս մասին Երևանում հայտարարել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերի Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը ասել է, թե Բրյուսելը տարբեր միջոցներով եւ ձևերով աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Ռուսաստանը լիակատար արգելք է սահմանել դիզելային վառելիքի արտահանման վրա։ Փոխվարչապետ Ալեքսեյ Նովակը հայտնել է, որ որոշումը պայմանավորված է ներքին շուկայի մատակարարումները մեծացնելու համար։ Ռուսական կողմը դեռ հունիսի 29-ին էր հայտնել, որ ամբողջությամբ արգելում է երկրից բենզինի եւ կերոսինի արտահանումը։ Ուկրաինան պարբերաբար հարվածներ է հասցնում Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին երկրի տարբեր հատվածներում, ինչի հետևանքով երկրում բենզինի, դիզվառելիքի ներքին մատակարարումների խնդիրներ են Տնտեսագետների դիտարկմամբ դիզվառելիքի արտահանման արգելքը լուրջ խնդիրներ կառաջացնի Հայաստանում, քանի որ Ռուսաստանն այդ ոլորտում մեր երկրի համար առանցքային մատակարար է, որպես այլընտրանք, սակայն ըստ տնտեսագետների Հայաստանը կարող է օգտվել Իրանի ծառայություններից։ Մենք ավելի շատ դիվերսիֆիկացիան կարող ենք ապահովել Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Իհարկե ամենամեծ ծավալները Ռուսաստանից են գրվում, կապված որակի հետ, կապված սակագների հետ, բայց որոշակի օրինակ դիզելային վառելիքի սպառում ունենք Հայաստանում, որ հենց բերվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից ու կարծես թե լոգիստիկ առումով էլ հարմարությունները, այսպես որոշակի բաշխվածություն կա։ Սյունիքի հատվածը ավելի շատ ներկրում է Իրանի Իսլամական Հանրապետությունից, հյուսիս եւ կենտրոնական հատվածները Հայաստանի ավելի շատ Ռուսաստանի Դաշնությունից։ Ադրբեջանը ցամաքային զորքերի խոշորամասշտաբ զորավարժություններ է անցկացնում ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության 2026 թվականի պլանի համաձայն։ Նշվում է, որ կոմանդոսների, մոտորահրաձգային, մեքենայացված եւ հրետանային բրիգադների, ինչպես նաեւ ապահովման զորամասերի անձնակազմի հետ մեկտեղ զորավարժություններին մասնակցում են նաեւ զորահավաքներում ներգրավվածները։ Պատերազմի աղմուկը չի խլացրել Գերագույն հոգևոր առաջնորդի սպանության վրեժը։ Իրանի ուշադրության կենտրոնից դուրս չի թողել Թրամփի երթուղին Սյունիքի ամերիկյան ճանապարհը, որը մեր երկրի տարածքով Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապ պետք է ապահովի։ Իրանին հարվածելու նպատակով է Միացյալ Նահանգները մեր հարևան պետություններում ներկայություն ապահովում եւ դրանից վնաս են կրում նաեւ այդ պետությունները։ Հուսանք դա չի լինի Հայաստանը, մեզ շրջապատող ցանկացած երկիր, որն իր տարածքը կտրամադրի Իսրայելին կամ Միացյալ Նահանգներին մեր դեմ գործելու համար վնաս կկրի։ Կապ չունի, թե դա որ երկիրն է։ Հայաստանի իշխանությունը բազմիցս հավաստիացրել է, որ այս ճանապարհը Իրանի շահերին եւ երկկողմ հարաբերությունների դեմ չի լինելու։ Հույս ունենք այդպես կլինի, բայց խորհուրդ ենք տալիս Հայաստանի իշխանությանը եւ ազգին, որ նահանգների խաբեությանը չտրվեն։ Թեհրանում միաժամանակ նաև կարծիքներ են հնչում, թե վերջին զարգացումների հետնապատկերում Թրամփի պատվին կոչված երթուղին այլևս տարածաշրջանային օրակարգի առանցքում չէ։ Իրանցի վերլուծաբանների գնահատմամբ այն այժմ դժվար թե կարողանա էական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում ուժերի դասավորվածության կամ նոր քաղաքական գործընթացների ձևավորման վրա։ Պարզապես մի անգամ եւս Իրանը շեշտում է, որ ինքը դեմ է Զանգեզուրի միջանցքի։ Դուք լսել եք երբևէ Թուրքիան, Ադրբեջանը ասեն Թրամփի հազվադեպ նրանք էլ են Զանգեզուրացում, նրանք դա անցալում են որպես Զանգեզուրի միջանցք, որովհետև այդ բոլոր ինչ որ իրանք պահանջում էին, հենց այդպեսին է։ Հատկանշական է, որ նախքան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի մեկնարկը Հայաստանում Իրանի դեսպանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ եթե Սյունիքի ճանապարհը նպաստելու է բացառապես հաղորդակցությունների զարգացմանն ու հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, ապա Թեհրանը դրա դեմ առարկություններ չունի։ Նա նաև ընդգծել է, որ թրիփը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ։ Չեմ կարող բացատրեմ, գուցե տվյալ պահին նպատակահարմար է եղել, այդպես ասել։ Իրանը գետի գնահատման պաշտոնական Թեհրանի տարբեր ներկայացուցիչների հնչեցրած հայտարարությունները պետք է դիտարկել ոչ թե առանձին, այլ ընդհանուր քաղաքական համատեքստում։ Նրա խոսքով Իրանի դիրքորոշման առանցքային սկզբունքը չի փոխվել։ Իսլամական Հանրապետությունը շարունակում է պնդել, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապա շրջափակումը պետք է չիրականացվի ինքնիշխանության կամ սահմանների փոփոխության հաշվին։ Ներկա դրությամբ այդ լոկ հիշեցում է իմ կարծիքով նաև ԱՄՆ-ին, որ դուք այստեղ էլ մեծ այդ խնդիր ունեք։ Փորձագետների կարծիքով վերջին հայտարարություններն առաջին հերթին քաղաքական ուղերձ են Վաշինգտոնին։
Մասնագետները չեն բացառում, որ Թերանը հերթական անգամ փորձում է ընդգծել հարավային Կովկասում իր անվտանգային շահերը շարունակում են մնալ անփոփոխ։ Ինչ վերաբերում է բուն ճանապարհի շուրջ ընթացող զարգացումներին, ապա Երևանում դեռևս էական նորություններ չկան։ Ադրբեջանից հայտնում են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում ենթակառուցվածքային աշխատանքների ավարտական փուլի մասին, իսկ Հայաստանում այս թեմայի շուրջ դեռևս ընթանում են մանրամասն ու խորքային քննարկումներ։ Օգտվելով ամառային արձակուրդների ինձեռած հնարավորությունից բազմաթիվ անչափահասներ առաջին անգամ մուտք են գործում աշխատաշուկա, ու քանի որ այդ process-ը շատ դեպքերում ուղեկցվում է նաև նրանց հանդեպ դրսևորվող ապօրինություններով, մասնագետները հարկ են համարում զգուշացնել, աշխատանքի անցնելուց առաջ պարտադիր պետք է կնքվի գրավոր աշխատանքային պայմանագիր։ Փաստաբանները նշում են, որ մինչև 16 տարեկան երեխաները կարող են աշխատել միայն ծնողների կամ նրանց շահերը ներկայացնող լիազորված անձանց թույլտվությամբ։ Դա կպաշտպանի ինչպես աշխատողի, այնպես էլ գործատուի իրավունքները։ Մասնագետները նաև զգուշացնում են, աշխատանքային հարաբերությունների ընթացքում առաջացող վեճերի, չվճարված աշխատավարձերի, անհիմն ազատման կամ այլ իրավախախտումների դեպքում լռելու փոխարեն իրավունքների պաշտպանության համար պետք է դիմել դատարան։ Եթե գրավոր պայմանագիր չի կնքվում, աշխատողի թեկուզ ճակերտավոր պրակտիկա անցնող մարդու իրավունքները շատ սահմանափակված են լինում, այսինքն ինքը շատ դժվարությամբ է կարողանում բարձրացնել զարգացության բարձր կամ ընդհանրապես չի կարողանում օրենքի դաշտում։ Եթե ամեն դեպքում գործատուն ինչ-որ բան խախտում է այդ դեպքում, կա երկու ճանապարհ, կամ դատարանն կամ երկրորդ տարբերակը առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին լինելն է։ Դեպքի հիման վրա հնարավոր է որ կա գործատուի մոտ ստուգումներ անի։ Անչափահասների կողմից կատարված ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների դեպքում պատասխանատվության ենթարկվելուց բացի պետությունը նախատեսում է կիրառել վերասոցիալականացման այլ մեխանիզմներ եւս։ Այդ իսկ նպատակով կառավարությունն առաջարկում է հստակեցնել դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների կատարման կարգը, սահմանելով թե ով եւ ինչպես պետք է վերահսկի դրանց իրականացումը։ Առաջարկվող փոփոխություններից մեկով նախատեսվում է հստակեցնել քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի առաջին մասի կարգավորումը, որով սահմանվում է, որ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողությանը հանձնելը ենթադրում է պահանջների կատարման պարտականություն։ Գործող խմբագրությամբ, սակայն, չի կոնկրետացվում, թե ինչ բովանդակություն կարող են ունենալ այդ պահանջները։ Առաջարկվում է հիշյալ հոդվածում կատարել լրացում եւ հստակեցնել, որ տեղական ինքնակառավարման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինը անչափահասին կամ 21 տարին չլրացած անձին կարող է ներկայացնել նաև կրթական, մարզական, մշակութային կամ հանրային ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցելու վերաբերյալ պահանջներ։ Այլ կերպ, առաջարկվում է նշված մարմիններին վերապահել անձի վրա կրթական, մարզական, մշակութային կամ հանրային ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցելու պարտականություն դնելու լիազորություն։ Փաստաբանների գնահատմամբ գաղափարը դրական է, սակայն դրա արդյունավետությունը կախված կլինի ոչ այնքան փոփոխությունների ընդունումից, որքան գործնական կիրառությունից։ Եթե վերահսկողությունը ու դաստիարակչական աշխատանքը ձևական լինեն, ապա ակնկալվող արդյունքը դժվար թե ապահովվի։ Իսկ անհատական մոտեցման դեպքում ըստ մասնագետների հնարավոր կլինի նվազեցնել կրկնահանցագործությունների ռիսկը։ Այստեղ մենք շատ կարևոր հարց ունենք դիտարկելու, թե որքանով են երաշխիքները պահպանվելու, դա է հիմնական հարցը լինելու։ Երաշխիքները ավելի շատ կապված են նրանից, թե ցանկացած հարկադրանքի բնույթի գործողություն, որը պետք է կատարվի դաստիարակչական, կլինի կրթական, կլինի այլ սոցիալիզացման հետ կապված, սա պետք է հստակ աշխատանք լինի եւ ուղեկցվի անչափահասի անհատական աշխատանքով։ Այսինքն չլինի զուտ օրենսդրական փոփոխություն եւ որևէ իրական աշխատանք չլինի։ Մասնագետները պնդում են, որ երբեմն անչափահասները հանցագործություն են կատարում ընկերական շրջապատի ազդեցության տակ ընկնելու պատճառով։ Միևնույն ժամանակ մասնագետները հիշեցնում են, որ այսպիսի միջոցները դատական պրակտիկայում դեռևս հազվադեպ են կիրառվում։ Անպատասխան աշխատակիցների այդ աշխատանքը պետք է տանեն, որպեսզի քրեական ենթամշակույթը զարգացում չապրի Հայաստանում։ Կոնկրետ անչափահասների մոտ մի այդպես շրջան կա, որ այդ շրջանում անչափահասների
գործընկերները փորձում են ամեն ձև հակադրվեն իրենց ծնողներին, տեղական ինքնակառավարման կամ ոստիկանության աշխատակիցներին, առավել եւս։ Տվյալ դեպքում կարծում եմ վերահսկողությունը պետք է համաչափ լինի։ Մասնագետների գնահատմամբ առաջարկվող փոփոխության հաջողությունը կախված է լինելու ոչ միայն իրավական ձևակերպումներից, այլև նրանից, թե գործնականում որքան հետևողական, անհատական եւ համաչափ աշխատանք կիրականացվի անչափահասների հետ։ 2026-ի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալը արձանագրել է երկնիշ աճ։ Այս մասին տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ըստ պաշտոնական տվյալների 2026-ի հունվար-մայիսին 2025-ի համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող առյուծը կենդանաբանական այգի տեղափոխվելու համար քնեցվել էր։ Դրանից հետո սակայն չի արթնացել, կենդանին անկել է։ Կենդանաբանական այգուց փոխանցում են, որ էքառյուծը ունեցել է մեծ տարիք, ուղեկցվող հիվանդություններ, ինչն էլ արձանագրվել է հերձման ակտով։ Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված, ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է։ Հուլիսի 8-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Արարատի մարզում, Երևան երաշտճանապարհին բախվել են Ford Transit-ը, Dodge-ը եւ Hyundai Sonata-ն։ Վերջինը բախվել է երկաթե պատնեշներին, 3 հոգի, այդ թվում 1 անչափահաս, վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ ժամանած Արտաշատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ու մինչև դեպքի վայրում աշխատում էին քննիչներն ու բարեկները, Արտաշատ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորներից մեկը մահացել է։ Դեպքի վայրեն ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Արարատի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, Ժողովուրդ ջան, էստո Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսիչ օրվա պատասխանատու Սահակ Թաթևոսյանի եւ Վաշտի հրամանատար Արսեն Բաղդասյանի գլխավորությամբ։ Հուլիսի 8-ին շղթայական վթար է տեղի ունեցել Մայրաքաղաքում, Ֆուչիկ Բեկնազարյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes-ը, Chevrolet-ն, Kia-ն եւ Toyota-ն։ 4 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ ժամանած փրկարարության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նրանք տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Ի դեպ Kia-ն ու Toyota-ն եղել են կայանված, վնասվել է նաեւ բնակչին պատկանող շինության մի հատված։ Դեպքի վայրեն ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները, գումարտակի հրամանատար Գոր Արաքելյանի գլխավորությամբ։ Հուլիսի 8-ին Մայրաքաղաքում Սեբաստիայի եւ Վեգների փողոցների խաչմերուկում 34-ամյա բանիկը Mercedes-ով բախվել է լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե պատնեշի վրա։ Տուժածներ չկան, վարորդը դեպքի վայրում նշել է, որ վթարային վիճակ է ստեղծել Kia Forte-ն։ Բարեկներն էլ դեպքի վայրում հայտնաբերել են այդ մեքենան։ Այն վարել է 57-ամյա կարապետը։